Արսեն, Ասա, դուրս եկավ, լավ, հետևից մեկը եկավ, լավ, դրանից վերջերս հատեսնում եմ ստեղ, ասեցի լավ, Շեֆ, ամեն ինչ նորմալ է, մենք հիվանդանոցից դուրս են գալիս։ Ապրես։ Աշխենն է։ Համարն է ուղարկել։ Վերջ սար զանգում եմ։ Արժի որ Զանգերն արդեն գնում են։ Չի վերցնում։ անջատի, Չվերցրեց։ այդպես էլ գիտեի։ Լավ էլ է։ Անպատասխանատուի մեկն է այդ Արմանը։ Ուղղակի չեմ հասկանում իրան։ Ախր խոստացավ ու այնպես էր խոսում, կարծես աշխարհի ամենաբարի մարդը լինի։ Իսկ հիմա չի բարեհաճում նույնիսկ զանգերին պատասխանել։ Սար, որ անպատասխանատու լիներ, չէր գա հետևիցդ։ Ու հետո երեք նենց էր նայում քեզ, որ հաստատ կգա։ Շատ իզուր։ Դե ես ասեցի։ Սա իր վերջին հնարավորությունն էր։ Իրան ինչ է թվում, որ ես երկրորդ անգամ կհավատամ, որ էլի ինչ-որ բան է եղել, կամ էլ ինքը շատ էր ուզում ինձ օգնել։ Ուղղակի դե տենց չստացվեց։ Բայց մենք չգիտենք ինչ ա եղել, չէ՞։ Ուզում ես քեզ ասեմ ինչ ա եղել։ Որ ես իր հետ գինի խմեցի ու քնեցի։ Իրան թվաց, որ ինքը կարա ինձ հետ ժամանակ անցկացնի։ Հետո հասկացավ, որ ես այդ տեսակ մարդը չեմ ու որոշեց ինձանից հեռու մնալ, որպեսզի նրա համար ավելորդ խնդիրներ չստեղծեմ։ Ու ճիշտ էլ որոշեց, գիտես։ Հա, սա էլ քեզ հարցի պատասխանը։ Լավ էլի Սար։ Ծայրահեղությունների գիրկն ես ընկնում։ Տես։ Եթե քեզ այդ տեսանկյունից նայեր, Միլենա ես ամբողջ հարցերը իր վրա չեր վերցնի։ Հետո քանի տղա ես տեսել, որ աղջկա հետ ժամանակ անցկացնելու համար երեխա կորթեգրի։ Չէ, կզանգի, կտեսնես, կամ կգա, կամ ինչ-որ բան կանի, չգիտեմ, բայց հաստատ կզանգի։ Դժվար։ Չեմ ուզում հավատալ։ Ու ընդհանրապես ինձ թվում է, որ ես էլ ոչ մեկին չեմ կարողանա հավատալ։ Մեկին հավատացի, տեսար ինչ եղավ։ Իբր սիրում էր, իբր ես յուրահատուկ էի, իբր ամուսնանալու էինք։ Ինչքան շատ են այդ իբրները։ Հետո հայտնվում է ոմն Արմանը, խոստանում է, որ կօգնի, ու էլի անհայտանում է։ Բոլորն էլ նույնն են։ Լավ էլի Սար, վերջացր։ Մի օրում ամեն ինչ փոխվեց։ Ես ուղղակի էլ չեմ ուզում երազել, որովհետև էլ չեմ ուզում հիասթափվել։ Մեկը սիրտս կոտրեց, մեկն էլ հավատս։ Եթե Լևոնը սրիկա էր, ապա Արմանը ստախոս է։ Միլենային տեսնելու վերջին հույսս էլ կտրվեց։ Եթե անգամ հիմա երախում բերեն հետ, Գրիգորյանը հաստատ իրան կուղարկի էլի։ Սար։ Որսում եք, չէ։ Բայց շնորհակալ եմ Աշխեն ջան, իրոք այսօր շատ զուրկ է։ Միլենային բերել են։ Ինչ։ Հա, այստեղ է։ Ոնց Միլենան այստեղ է։ Հա, վոկի աշխատասենյակում է։ Ես պիտի տեսնեմ երախում։ Սպասի, Սարա, սպասի։ Ինչ է եղավ։ Սար, Այ Սար, դու ինձ արդեն վախեցնում ես։ Արի։ Սար ջուր բերեմ, ինչ եղավ։ Սարա, Լավ եմ, լավ, գլուխս ուղղակի պտտվեց։ Հուզմունքից է հաստատ։ Սարա, դու ինձ արդեն վախեցնում ես։ Անհանգիստ գիշեր էր ուղղակի։ Մի քիչ թույլ եմ ինձ գնում։ Միլենան ոնց է, որտեղ է, ինչ է անում հիմա։ Գրիգորյանի աշխատասենյակում է։ Ոնց է նեղված է։ Հա, դե այնտեղ մենք ենք նույնիսկ ներվում։ Սար քո խելքին է, ինչ մտել է քո մասին է հարցնում։ Ոնց որ մի օրում մեծացած լինի։ Միլենաս, ես պետք է իրան տեսնեմ։ Սարա, սպասի։ Սպասի, Սարա։ Հանգստացի մի հատ։ Եթե հիմա գնաս ավելի վատ կլինի։ Գրիգորյանը ահավոր կատաղած է ու Արմանին է սպասում։ Ես
Գոնե հերվից կտեսնեմ, գոնե կտեսնեմ, որ ամեն ինչ նորմալ է ու կհանգստանամ։ Սարա, խնդրում եմ, սպասի, անիմաստ է։ Արի մի քիչ սպասենք։ Սպասենք։ Չէ, ես պետք է Միլենայից տեսնեմ, չէ։ Սարա, Սար։ Գնացել էի տուն, շոր վերցնել։ Վերցրեցիր։ Չի երևում։ Սանային բերել են։ Բերել եմ։ Դե ես գնամ։ Սպասը։ Լավ։ Տուն գնա։ Բայց ո՞նց։ Գնացիր։ Ներեցեք, ես չեմ հասկանում, այս երեխեքը ձեր համար ապրանք է։ Հարգելիս։ Դուք հասկանում եք ինչպիսի դժվարությամբ ենք ես ու կինս այս որոշումը ընդունել։ Որքան ենք հոգեբանորեն պատրաստվել։ Իսկ դուք ձեզ նենց եք պահում, կարծես թե նենց ոչ մի բան էլ տեղի չի ունեցել։ Շփոթմունք է տեղի ունեցել։ Ես ներողություն եմ խնդրում։ Երեխային արդեն որդեգրել էին, աշխատողի սխալն է եղել։ Ես նրան արդեն աշխատանքից հեռացրել եմ։ Չէ, բայց դուք պատկերացնում եք այս երեխու վիճակը։ Սենց անպատասխանատվություն։ Միլենա, դրա մոտից ես կողմարի ու տեղդ կանգնիր։ Արդեն ասացի, թյուրիմացություն է տեղի ունեցել, ընդամենը դա։ Թյուրիմացություն։ Սենց հարցին արժե ավելի լուրջ վերաբերվել։ Վերջապես մեկը գտնվեց, որ սրա վրա մոնատ կա։ Ես նրանց հետ դիլեմ աշխանում։ Ես չգիտեմ, ուզում եմ ստեղից երեխա վերցնել, թե չէ։ Արևս։ Իմ աղջիկ։ Ես քեզնից նեղացել եմ։ Ախ, Միլենա։ Ես ամբողջ գիշեր աղոթել եմ, որ էլի քեզ տեսնեմ։ Ինչ ես ասել Արսենին։ Ինչ եմ ասել, որ Կիմանամ։ այմացի։ Ես Արսենին ոչ մի բան չեմ ասել։ Գրնո։ Լսում եմ։ Վաղվա համար ամեն ինչ պատրաստ է։ Այդ հարցրով սաղ Լալայանն ազբաղում։ Ադամ ջան, Կներեք, վաղվա համար ինչ-որ պակաս բանում ենք։ ամեն ինչ պատրաստ է։ Լեզուս էլ չի ֆռում ասեմ։ Երեխուս տարիքին էր։ Նենց ես ձերքս բռնել, ասես փախնելու է։ Փախար։ Հավատում ես։ Իհարկե ոչ։ Նայտես։ Լսում ես ինչ է ասում։ Լսում եմ, բայց չեմ հասկանում։ Ասում է, եթե դու չլնես, չեմ ապրի առանց քեզ։ Փախար։
Սարարի գնանք դու էլ քնի։ Վախենում եմ ձեռքը բաց թողնեմ արթնանա։ Չի արթնանա խորնա քնա ծարի։ Այնքան լացեց։ Գրիգորյանը սիրտ չունի։ Ինքը ամեն ինչի ընդունակ է, մենակ թե ինձ ցավեցնի։ Բայց դուրս գալուց ուրախ էր։ Դա Աստված իր դրամատրությունը միշտ լավ լինի, որ անիմաստ մարդկանց չվնասի։ Դե վեր կա ծարի։ Ինչ եղավ։ Գլուխս պտտվեցել է։ Ես դուրս կամ մի քիչ մաքուր հոդի։ Գնա։ Mom, Pop. Զինա ջան, մի հատ կոֆե տուր։ Արսենը սուրա։ Արսենը մնաց Արսենը։ Ոնց թե մնաց։ Երեխաս մի օր էլ չպարկեց։ Այդ վիճակին։ Արսենի շել որ մի բան եղավ։ Չեմ ապրի։ Աղջիկ ջան, պապայիդ մի բաժակ ջուր տուր։ Ինչ ես անում։ Լրիվ ես կորցրեք ես։ Խելք չունես, վեկանում գնում ես են լակոտի մոտ։ Պապ, բաց թող ձեռքս։ Խառնել ես լրիվ։ Ինչ էր գնացել այդ լակոտի մոտ։ Ուզում էի տեսնեի ոնց է։ Արա դու ես տանսուքը թողած, վեկանում գնում ես այդ լակոտի մոտ։ Հասկանում ես ինչ ես անում, ուղեղ չունես։ Լսի քեզ ինչ եմ ասում, մենակ ուշադիր լսի։ Քեզ այդ լակոտիները կխեղդեմ։ Իմ անունի հետ թույլ չեմ տա խաղալ։ Իմ անունը իմ համար ամենաթանկ բանն է, հասկացար։ Ես այդ լավ գիտեմ։ Ապրես որ գիտես։ Ինչ արեցիք, ինչ պարզեցիք։ Կոնկրետ ոչ մի բան։ Կարող ես Սևոյանք են։ Չէ, աստատ։ Իրանք դաժե կուրսի չէին։ Ինձ պետք է իմանալ։ Ախր շատ մաքուր են աշխատել։ Ոչ մի հետք չեն թողել։ Ձև չի։ Ոնց է լինի մի հատ պրոմոխ տված կրնան։ Չէ, տարածքին ծանոթ են եղել, որ կամերա չկա։ Մենք էլ ոչ դեմքերը ունենք, ոչ համարները։ Կոնկրետ դու ինչ ես տեսել։ Մենակ որ մեքենան Մերսեդես է։ Ու դիմացի խանութի կամերաները ֆիքսել են, թե ոնց է մտնում փողոց։ Իսկ համար չեք տեսել։ Չէ։
Սար նանոյով թեյա։ Այս խմի նյարդերդ կհանգստանան ու հանգիստ կքնես։ Շնորհակալ եմ, բայց չեմ ուզում։ Մաքուրոցի դուրս եկա անցավ։ Դե արդեն բերել եմ, հողետ չեմ տանելու։ Խմի, սրանից վնաս չկա հաստատ։ Վայ աշխեն։ Համոզեցիր։ Սար նկատել եմ այսօր ամբողջ օրը վատ ես զգացել քեզ։ Ծանր օր էր ու անդադ գլուխս էր պտտվում։ Ինձ թվում է մրսել եմ։ Մրսելուց գլխապտույտ չի առաջանում։ Չնայած ով այսքանի միջով անցներ, որ գլուխը չպտտվեր։ Սար ուղղակի ուզում եմ խորհուրդ տամ, ամեն ինչ այդքան մոտիկ մի ընդունի սրտիդ։ Չի ստացվում։ Եթե մի անգամ էլ քեզ վատ զգացիր, հաստատ բժիշկ եմ կանչելու։ Այս ինչ պատմություն սարքեցիք։ Խոստանում եմ, թե ես հիմա կխմեմ ու կգնամ կպարկեմ։ Կքնեմ, կհանգստանամ, ամեն ինչ լավ կլինի։ Լավ։ Դե ուրեմն ես գնամ երեխեքի մոտ մենակ չմնան։ Գրիգորյանը չտեսնի, որ մենակ են։ Հա, ես 5 րոպեից կգամ, լավ։ Շնորհակալ եմ։ Ինձ թվում է պարզ բացատրեցի, չէ։ Առավոտ շուտ ինձ մի հատ նորություն ասեք։ Իմանամ ում վզից եմ բռնում։ Դե տեսնենք ոնց են կազմակերպում։ Ինչ անում եք, արագ արեք։ Լավ։ Ուշ արդեն տղեկ, գնացեք դուք ձեր գործերով։ Դավ դու իմ հետ արի։ Սառը։ Էլ երբեք այստեղ չգաս։ Գիտես, ես մի պահ քեզ հավատացի։ Դու գոնե հասկանում ես ինչ այսօր արեցիր։ Դու փոքր երեխայի ներաշխարի հետ խաղացիր։ Նրան այսօր հետ բերեցին մանկատուն ու բոլորը քեզ էին սպասում։ Ասեմ ավելին, բոլորը քեզ զանգում էին, իսկ դու զանգերին անգամ չէիր պատասխանում։ Եկել ես այստեղ բարեգործ ես ձևանում։ Ինչ ես ուզում։ Ինչի համար է այս ամենը։ Չես էլ ուզում լսել պատճառը։ Ոչ մի բան էլ չեմ ուզում իմանալ։ Ոնց հասկանամ ճամփիկ կեսից Զինային կորցնում ես։ Թռավրից ես Արսեն ջան։ Ես պետք է իմանամ Զինայի ամեն մի քայլը։ Կներես։ Կներեսով հարց չի լուծում, դավ։ Մյուս անգամ չեմ ների։ Ես պետք է Զինայի ամեն մի քայլից կուրսի լինեմ։ Կլինես։ Վերջացավ։ Տուն են գնում։ Հա։ Ադամ ջան, պինդ մնա, երեխու կորուստը ամենա ցավալի կորուստը, ոչ մի կորուստ դրան չի նմանվի, Ադամ ջան, բայց դու պետք է պինդ լինես, քո երեխեքի համար, տղերքիդ համար, աղջկաս համար, որը հիմա քո աղջիկն էլ է,
Լուսիդ համար։ Հա, Ադամ ջանի միջալոց երեխեն այսօր Երևան է գալու։ Ես կգնամ, կդիմավորեմ, կբերեմ տուն։ Ինչ։ Ադամ ջան, ճիշտ ասած մտածեցի, որ այս ծանր պահին ընտանիքը պետք է իրար հետ լինի։ Կներես, որ առանց քո հետ խորհուրդ անելու եմ, պետք է հալին դիմե։ Երեխես գալու է ինչ տեսնի։ Օրկուրը չկա։ Ինչ անես ճակատագիրա։ Արծու գործերը անքննելի են։ Հուսով եմ հիմա Սոնան վերևից ձեզ է նայում։ Ու հաստատ չի ուզի իր ընտանիքը տենա սենց ընկճված վիճակում։ Քանի դուք երեխուն հիշում ու սիրում եք, ինքը ձեր հետ է։ Մարդասպանի ձեռքերը պետքա կոտրվեն։ Դրա գերդաստանը օր ու արև չպետքա տեսնի։ Այ իրա երեխեքը մռմռից աչք չպետքա բացեն, որ իմանա ինչ բան է ուրիշներին սքի մեջ թողնելը։ Ձենդ։ Ոնց որ բարավ ջադու ունես։ Վեր կաց։ Գնանք տուն, թող մարդիկ թող հանգստանան։ Էլիր ջան, ես շատ անհանգիստ կլինեմ, որ քեզ թողնում եմ, բայց որ վարքյանին պետք լինեմ անմիջապես զանգի էլի։ Դե լավ, առայժմ կգնամ առավոտից երեխուն կդիմավորեմ, կբերեմ։ Վեր կաց, թող մարդիկ հանգստանան։ Ադամ ջան, ես գնում եմ այրոպորտ։ Մի ժամից երեխեն տանը կլինի։ Եղավ։ Սար, ինձ էլ թված քնած ես։ Չեմ կարողանում քնել։ Էն տղան Ինչ որ պետք է ասեցի իրան, հուսով եմ էլ չի գա։ Եթե գնա կարող է եւ չգա։ Այսինքն դեռ էստեղ է։ Այստեղ է։ Չեմ հասկանում, ինչ ա ուզում, էլ ոնց իրան բացատրեմ։ Սար կարող է ինչ որ բան ա եղել։ Ինչ կապ ունի, ինչ ուզում է եղած լինի, ինքը իրավունք չուներ իրան այսպես պահելու։ Դա փոքր երեխայի ճակատագիր է։ Հասկանում եմ։ Հիմա եկել է որ ինչ ասի, կամ ինչ պիտի անի։ Ինձ թվում է պիտի խնդրես նրան որ գնա, որովհետև ոնց որ հասկանում եմ, չի ուզում հեռանալ ստեղից։ Ես հիմա կասեմ։ Ինձ թվաց ես շատ պարզ ասեցի, որ գնաս այստեղից։ Ինչ ես մնացել։ Ում ես սպասում, ինչին ես սպասում։ Ես չեմ ուզում քեզ տեսնել, չեմ ուզում ոչ մի բան լսել։ Դու գոնե հասկանում ես ինչ արեցիր։ Դու հասկանում ես, որ փոքր երեխայի հոգու հետ խաղացիր։ Հիմա ինչ ես այստեղ կանգնել։ Դու ընդհանրապես լսել ունակություն ունես, թե դու անդադար սիրում ես մենակ խոսել, առանց դիմացինիդ լսելու, հա։ Ապուշի պես եք այստեղ կանգնել եմ այն հույսով, որ իբր ես ամենածանր դրության մեջ դու կարող ես ինձ հասկանաս, որ միակ մարդ ես աշխարհում, եթե կա, որ ինձ կարա հասկանա, դա դու ես։ Ու անդադար մենակ մեղադրանքներ եմ լսում։ Շնորհակալ եմ, անչափ շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Կարծում եմ, որ գիտես շատ իզուր եկա։ Շնորհակալ եմ։
Արման։ Մամ, պապ, Էս ուր էիր։ Գործերով Էս քո վիճակում, տղա ջան։ արդեն մոռացել եմ։ Մի մոռացի բալես, մի մոռացի զգուշ եղի։ Ես բա դուք քիչ եք քնում, ինչի եք նստել։ Այնա, ներդ արդեն ննջում է։ Ես էլ չեմ քնում, Լուսիին եմ սպասում։ Ոնց, Լուսին եմ սպասում։ Հա, Աշոտը, հեսա Լուսիին բերում է։ Չհասկացա, ինչ է Աշոտը բերում մեր քրոջը։ Խի մենք չենք կարող մեր քրոջը դիմավորեք բերենք տուն։ Բա դու ասեցիր չեմ ասել Լուսիին։ Հա, ճիշտ ես Արսեն ջան, ես չէի ասելու։ Աշոտն ասել է։ Չհասկացա։ Աշոտը ով է։ Որ ես չեմ ասում, դու չես ասում, ինքը ով է, որ ասի։ Вообще эти իրա վրա շատ չի վեկալում։ Լավ, Արսեն ջան, լավ։ Հետո խոսանք։ Արմանը բա ուրա։ Քնածա թե օթանավակայանա գնացել։ Արմանը դուս է եկել, բայց ես չգիտեմ ուրա գնացել։ Չես ուզում պատասխանել։ Չէ։ Եթե նայեմ ստիպված կլինեմ պատասխանել։ Իսկ ես ոչ մեկ հետ չեմ ուզում խոսել։ Մեր լռությունը մի ժամից ավելի լուր նստած ենք նկատել ես։ Երբեմն լռությունն ավելի է խոսում։ Համամիտ եմ։ Երբ ներսումը ցավ կա, ուզում ես, որ քեզ ոչ մեկ չխանգարի։ Բայց նաև չես ուզում մենակ մնալ։ Իսկ այս լռությունն ավելի է խոսում։ Քան հազարավոր անիմաստ ու դատարկ խոսքեր։ Այնքան լավ եմ հասկանում, ինչ ես հենց իմ ասում։ Սեփական մաշկիս վրա եմ զգացել, ինչ է նշանակում հարազատ մարդկանց կորցնելը։ Դու երբ ես կորցրել։ 10 տարեկան էի։ Կներես, որ հարցրես քեզ ցավացնում են։ Արդեն սովորել եմ այդ ցավով ապրել։ Չեմ կարողանում ծնողներիս մասին այնցալով խոսել։ Դժվար է, գիտեմ։ Ես ծնողներիս հետ էի, երբ մեր մեքենան գլորվեց ծորը։ Մայրս իր մարմնով ինձ փակեց։ Մինչև հիմա զգում եմ մորս ձեռքերի ջերմությունը։ Հիշում եմ նրա սարսափած հայացքը։ Ամենաթանկ մարդիկ գնացին ու ինձ թողեցին մենակ։
Դու մենակ չես։ Մենակ եմ։ Ես ոչ մեկին չունեմ այս աշխարհում։ Կամ ես։ Ես մտածում եմ, որ այս աշխարհում իմ ցավից մեծ ցավ չկա, բայց այդպես չի։ Քույրդ ինչից մահացավ։ Սպանել են։ Գիտես, վերջին անգամ այստեղ եղել եմ շատ փոքր ժամանակ։ Պապայիս հետ միասին։ Քաղաքը այլ էր։ Այսքան լույսեր չկար։ Բայց տեսարանը շատ տպավորիչ էր։ Այնքան լավ եմ հիշում այդ օրը։ Հիմա ամեն ինչ այլ է։ Քո կողքին ես ինձ շատ հանգիստ եմ զգում։ Շնորհակալ եմ, որ չմերժեցիր, վստահեցիր ու եկար։ Վստահի ինձ։ Ես քեզ երբևէ չեմ խաբի։ Արի ուղղակի վայելեն գիշերը։ Նայ։ Աստղերը մեզ ժպտում են։ Ինձ այդպես թվում է։ Ես գտել եմ քեզ։ Ինչ։ Հավատում ես ճակատագրին։ Չգիտեմ։ Չեմ մտածել դրա մասին։ Իսկ ես հավատում եմ։ Ու հենց դա է պատճառը, որ ինձ ձգում են դեպի քեզ։